Վերջերս իմ գլխում մի հետաքրքիր հարց ծագեց, ինչու ես չեմ արթնանում այլ մարդկանց պես առույգ, կյանքը սիրելով եւ լի էներգիայով, այլ արթնանում եմ հոգնած։ Եվ իմ հարցի պատասխանը եկավ այն ժամանակ, երբ ես վերջապես գնացի 1 ամիս հանգստի, եւ երբ որ ես կարողացա դանդաղեմ, ես վերջապես բռնեցի իմ ուղեղում տեղի ունեցող ֆոնային 5799 հատ միտքը։ Ինքս շոկի մեջ էի, ուղեղս ինչերա էփում իմ մեջքի հետևում։ Անկեղծ ասած, սկսեցի գրել, ինչ եմ զգում եւ ինչ եմ մտահոգվում հենց այդ հարցի շուրջ, եւ փորձեցի վերջաբան տամ, որպեսզի այդ մտքի հոսքը ուղեղումս փակվի։ Ասեմ բավական շատ օգնեց, որովհետև 5799 մտքից այժմ ֆոնային մտքեր մնացել են 16-ը։ Եթե դուք էլ ինձպես overthinker եք, ուշադիր եղեք ձեր մտքերին, որովհետև հսկայական էներգիա գնում է այդ ուղղությամբ։ Եվ միայն երբ հեռացրեցի արտաքին լարվածությունը եւ վազքը, կարողացա նկատել, թե իրականում ինչերի մասին եմ շատ խորքային ու շատ երկարատև մտածում։ Իսկ երբ որ սկսեցի գրել եւ մտածեցի, ինչ լուծում եմ պատկերացնում այդ հարցի համար, այդ մտքերի հոսքերից շատ շատերը ավարտվեցին։ Շատ հարցեր կան, որոնք երբ բարձրաձայնում ես կամ գրում ես, ավելի հստակ են դառնում եւ ավելի լուծելի։ Իսկ երբ փորձում ես անտեսել կամ քեզ ծանր է թվում այդ որոշումը, ուղղակի ձնագնդիկի պես ուղեղումդ մեծանում են։ Իսկ դուք ձեր մտքերին ուշադիր եք։